այդպիսի հանդիպումներից հետո իսկապես նոր խիչ է ավարտում սկսվում բիզնես ոլորտի համար, իսկ ինչ վերաբերում է իմ ոլորտի հետ կապված էներգետիկայի, դուք գիտեք, որ համատեղ կառուցվում է հայ-իրանական հիդրոկայան, մենք բավականին երկար ժամանակ է տարածաշրջանում աշխատում ենք այդ ոլորտում, քանի որ գիտեք, որ մենք Իրանից ստանում ենք գազ եւ հետո վաճառում ենք էլեկտրոէներգիա։ Գիտեք, եթե մենք կարողանանք իսկապես ստեղծել մի համակարգ համատեղ իրանական պետության հետ, որը որ կարողանանք էլեկտրոէներգիա ավելացում ունենալ, դա բավականին ռազմավարական նշանակություն ունենա։ Ինչի համար դա սակագնային փոփոխություն կլինի, դա արդյունաբերության փոփոխություն կլինի։ Երբ որ մենք խոսում ենք արդյունաբերության մասին, մենք պետք է հաշվի առնենք, որ արդյունաբերության հիմքը դա էլեկտրոէներգիան է, այսինքն ծախսային մասը, քանի որ մեր ապրանքները չեն լինում մրցունակ այն դեպքում, երբ որ լինում է էլեկտրոէներգիայի բարձր սակագին։ Դրա համար ես կարծում եմ, որ այդ ոլորտի զարգացման հետ կապված, այսինքն էներգետիկայի ոլորտի զարգացման հետ կապված, մենք կարող ենք ունենալ բավականին լուրջ ներդրումային ծրագրեր արդյունաբերության զարգացման։ Մշտապես նշվում է, որ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Եվրասիական տնտեսական միության եւ նաեւ Իրանի միջև, այսինքն Իրանից ապրանքների արտահանում դեպի երրորդ երկրներ այդ դեպքում։ ԵՏՄ նման նախաձեռնություններ արդեն դուք տեսնում եք այդ ոլորտի։ Գիտեք, ինչպես է Իրանը ինքը ինստինկտիվ բավականին լուրջ եւ հզոր պետություն է եւ ունի բավականին մեծ հզոր պոտենցիալ։ Այսինքն մեր արտադրանքը այսօր որ ասում ենք կարող մենք չենք կարող ունենալ այնպիսի հզոր արտադրանքներ եւ քանակական, որ մենք կարողանանք ապահովենք ԵՏՄ շուկա։ Եվ ինչ վերաբերում է, որ մենք դառնանք տարածիկ երկիր, մենք պետք է բավականին լուրջ աշխատենք, որ ունենանք դա ճիշտ քաղաքականություն, հարկային դաշտի, մուծումների հետ կապված, տարանցիկի հետ կապված, որովհետև ամեն մի գործավար, որը որ կարողանում է արտադրանք ստանալ, ինքը պետք է կարողանա վերջնակետ իր սակագինը ստանա։ Եթե տարանցիկի դեպքում մենք տանք ոչ ճիշտ սակագին, այսինքն իհարկե մենք չենք կարողանա դառնալ տարանցիկ երկիր։ Իսկ մենք պետք է կարողանանք աշխատել քանակի վրա, այսինքն որակական եւ քանակական, որ մենք կարողանանք ճիշտ սակագնով, այսինքն այն ոլորտը, որը որ զարգանում է, ես նկատում եմ եւ գյուղատնտեսության ոլորտի ապրանքները, որը պետք է Իրանից տեղափոխվի դեպի ռուսական շուկա, քանի որ ինչքան էլ իրանք ուզենան համատեղ միասին աշխատեն, այսինքն Իրանը եւ Ռուսաստանը, իրանք չեն կարողանա այդ ուղղությունը պահել, որովհետեւ դա բավականին թանկ կլինի իրանց համար։ Եվ ես կարծում եմ այստեղ այս նիշում ես տեսնում եմ ոլորտի զարգացումը բավականին, ինչի մեկտեղ իհարկե կզարգանա եւ հայ բիզնեսը եւ հայ գյուղատնտեսությունը, որ կարողանան մի փոքր չին մաս տոկոսային, որը կարողանանք մենք իսկապես արտահանել այդ մեծ ծավալների մեջ։ Վերջերս շատ է խոսվում, որ Եվրասիական տնտեսական միությունը կարծես հեղինակազրկվել է։ Այդ առումով ձեր տեսակետներից ցանկանում եմ, արդյոք ճիշտ էր մեր անդամակցությունը առցրել եւ բիզնես տեսանկյունից ինչ տվեց այնքան, ինչ է տալիս։ Գիտեք, ես չեմ ուզում հիմա որակական փոփոխություն տալ ԵՏՄ-ի հետ անդամակցության, որովհետեւ դա իսկապես ի սկզբանե եղել է շատ հետաքրքիր, այսինքն եթե փաստաթղթային նայում եք մեր դերակատարումը, մեր ծավալները, մեր ներկայությունը եւ ամենակարևորը ապահովությունը, ռազմական ապահովությունը, դա մեզ համար շատ կարևոր է։ Իսկ ինչ վերաբերում է ներկայիս վիճակին, քանի որ գիտեք, որ բավականին ծանր իրավիճակ է գտնվում, ես իրեմ կարծում, որ մենք անդամակցելով ՕԴԿԲ-ի, այսինքն Հայաստանը կարողանա ինչ-որ կերպ պահել իր ռազմական կարգավիճակը։ Իհարկե բարդ է խոսել, ուրեմն ինչ կլինի, ես կարծում եմ, որ ԵՏՄ-ի անդամակցությունը բավականին կարևորագույն հարց է Հայաստանի համար եւ կարևորագույն հարց է իհարկե տարանցիկ գոտի դառնալ Իրան եւ ԵՏՄ տարածք, դա շատ կարևոր է։ Դա է մեր պետությունը, քանի որ դուք գիտեք, մեր երկիրը փոքր է, արդյունաբերության արտադրանքների ծավալները շատ բավականին փոքր են եւ մենք չենք կարողանա մրցակցային դուրս գալ ոչ Ռուսաստանի հետ, ոչ ԵՏՄ-ի մնացած բոլոր անդամներ երկրների հետ։ Դուք խոսեցիք ուղղակի ռազմական անվտանգության հետ կապված, այդ պատճառով կարող եմ մեկ փոքր անցում կատարել այդ թեմայի։ Այս վերջին հադարտությունից ցույց տվեցին, արդյոք մենք ապահովված ենք հենց թեկուզ ՀԱՊԿ-ի կամ ԵՏՄ-ի տեսանկյունից ռազմական առումով։ Ռազմական առումով Հայաստանի մասին խոսելուց իհարկե ապահովված ենք։ Ինչ վերաբերում է արդեն արցախյան ուրեմն տարածաշրջանի հետ, իհարկե ոչ, դրա համար շուտապույտ պետք է կարգավորվի ուրեմն Արցախի կարգավիճակը։ Այդ դեպքում մենք կարողանանք խոսել արդեն ընդհանուր մեր տարածաշրջանի ապահովության մասին։ Ներկայիս դուք գիտեք, որ Հայաստանը իսկապես ապահովված է, քանի որ ինքը անդամ երկիր է եւ ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է ինչ-որ կերպ կարողանանք լուծել, որովհետեւ չի կարելի այդ հարցը այդքան երկար ձգել,
25 տարի աստորի ոնց որ ինչ-որ ոչ անհասկանալի կարգավիճակի մեջ է գտնվում մեր Արցախյան ուրեմն երկրորդ պետությունը։ Այժմ բանակցությունների փուլը ինչպես եք դուք տեսնում ինքներդ հարցի։ Ես կարծում եմ, որ դա բավականին ծանր, ես չեմ կարող մեկնաբանել ներկայիս, քանի որ դուք գիտեք, որ այսօր գալիս է արտաքին գործերի նախարարը Ռուսաստանի, ես կարծում եմ, որ ինչ-որ միջինը պետք է գտնվի եւ մեզ համար ամենակարևոր հարցը դա խաղաղությունն է, դա է։ Ինչ կերպ դա կստանանք, ինչպես կլինի, ոնց կզարգանանք, ես հույսով եմ, որ ամեն ինչը կլինի մեզ համար բարենպաստ, կարող է եւ ոչ առանձնապես բարենպաստ, բայց խաղաղությունը վեր է ամեն ինչից։ Բայց ի վերջո ինչ ցույց տվեց այս վերջին իրադարձությունը։ Մենք հապկի կամ ԵՏՄ-ի տեսանկյունից պաշտպանված ենք, քանի որ Ես էլի ասացի, մենք պաշտպանված ենք Հայաստանի տարածքը, այսինքն միայն Հայաստանի տարածքը, եթե դուք լսեք, միշտ խոսացվել է Հայաստանի տարածքի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Արցախյան, այսինքն երկրորդ մեր հանրապետության, քանի որ այդ տարածքը չունի իր ստատուսը, մենք հիմա դեռ չենք կարող դրա մասին խոսել։ Իսկ Հայաստանը իհարկե ապահոված է։ Շնորհակալություն։